Պարոն Պապոյան, ճիշտն ասած ելույթս չի վերաբերվում բերված նախագծին, բայց պակաս կարևոր չի։ Ես սպասում եի, որ դուք սպառիչ պատասխան կտաք Երևան Արարատի մարզում տեղ ունեցած բնական աղետների հետևանքով բազմաթիվ օգտագործողներ տուժել են։ Արդյոք կառավարությունը ստեղծել է օպերատիվ հանձնաժողով համատեղ մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, եւ եթե ստեղծել է հանձնաժողովը քանի հեկտարի վնաս է կրել, եւ այդ վնասների համար ինչ է նախատեսում կառավարությունը, որպեսզի փոխհատուցում տրամադրվի կամ օգնվի, հակառակ դեպքում ինչպես միշտ գյուղացիները մնալու են միայնակ եւ անօգնական։ Չնայած այն հանգամանքի դուք ստեղ փորձում եք մեղավոր փնտրել, որ կարկտակայանները մեր հաշվի կշռում չեն, կարկտակայանները շրջակա միջավայրի հաշվի կշռում են, դրանք առանձին խնդիր է, թողեք դրանք։ Կա հստակ արձանագրված փաստ, տեղի ունեցել բնական աղետ, ոչ մեկ չէր ուզում որ դա լիներ, կարկտարվել է, բազմաթիվ գյուղատնտեսական տնտեսություններ ահռելի վնասներ են կրել, կուզենամ որ դուք հնչեցնեք, որտեղ արդեն 1 օր է անցել, քանի հեկտար է վնասվել, քանի տոկոսն է վնասվել, եւ դրանցից որոնքն են, որոնք ինչ քանակություն հեկտարային կտրվածքով ապահովագրված են եւ չապահովագրվածների համար կառավարությունը ինչ միջոցներ է նախատեսում, որպեսզի հատուցի, որտեղ երեք աղտիկ չէ, դուք էլ տեսած կլեք, որ բազմաթիվ գյուղատնտեսներ, օգտագործողներ սպասում են ձեր արագ արձագանքին, բայց այդպես էլ ինչպես տեսնում ենք, արագ արձագանք չի եղել։ Ստեղծվել է հանձնաժողով, գերատեսչական հանձնաժողով, արագ արձագանքման հանձնաժողով, որոնք տեղական ինքնակառավարման եւ մարզպետարանի միջոցով արագ գնահատել են այդ գույքը, վնասները եւ հնչեցրեք, խնդրում եմ ժամանակը թեք, ես ձեր ամփոփիչ ելույթում իմ բարձրացած հարցերին պատասխանեք, որոնք դրանք պակաս, որոնք կարծում եմ դրանք պակաս կարևոր հարցադրումներ չեն։ Շնորհակալ եմ։ Եզրափակիչ ելույթի կարիք տեսնում եք, պարոն Պապոյան, համեցեք։ Չեմ հարցնի բոլոր հարցերին պատասխանեմ, բայց փորձեմ։ Պարոն Խաչատրյան, տեսեք, դուք ինչ եք ասում եք, ես գնում եմ, կա Էյվյան ջուր, գնում եմ, նայում եմ, տեսնում եմ դրա նման հայկական ջուր կա, եւ իմ իրավունքները չեն պաշտպանվում։ Հետո շատ ճիշտ եք ասում։ Հետո ասում եք մի ուրիշ բան, ասում եք տեղական արտադրողը պետք է ենթարկվի դրական դիսկրիմինացիայի։ Դուք չեք ենթարկում տեղական արտադրողին դրական դիսկրիմինացիայի։ Այդ տեղական արտադրողին դրական դիսկրիմինացիայի են ենթադրել, դրա համար Էյվյանի կողքը Էյվյանի նման ջուր է հայտնվել։ Հիմա հենց այդ է հարցը, այսինքն դուք ասում եք համ պետք է ենթարկել դրական դիսկրիմինացիայի, հետո հաջորդ պահին դժգոհում եք, որ ներմուծող համաշխարհային խոշորագույն արտադրող համաշխարհային ամենահայտնի բրենդներից մեկը դա էլ է ճիշտ, կարող է եւ պետք է շատ ավելի ուշադիր լինի մտավոր սեփականության գրասենյակը այդպիսի հարցերում եւ այո դրական դիսկրիմինացիայի չպետք է ենթարկել, որովհետեւ ձեր մի դիտարկումը նրա մասին է, որ դուք մեզ մեղադրում եք, որ մենք դրական դիսկրիմինացիայի ենք ենթարկել կոնկրետ դեպքը եւ դրանով դուք ենթադրում եք, որ սպառողի իրավունքները պաշտպանված չեն, այս մյուս դեպքում ասում եք մեզ մեղադրում եք, որ մենք դրական դիսկրիմինացիայի չենք ենթարկել։ Սա մեկ։ Պարոն Ղազարյանի հարցին կարճ պատասխանեմ։ Հանձնաժողով ստեղծված է, Երևանից աշխատում են, այսօր են աշխատում եւ բնականաբար 1-2 օրում հնարավոր չի նախ բոլոր տարածքներն այցելել եւ գնահատել։ Ես հիմա չեմ ուզենա թիվ ասեմ, որովհետեւ տեղ կա բավականին վնասները հասցված, տեղ կա վնասները այդպես ասած զգալի չեն։ Ընդհանուր կգնահատենք եւ վերջնարդյունքում որոշումներ կկայացնենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն։ Եթե դա կախված է գնահատումից, պարոն Ղազարյան, կգնահատենք, ծավալը վնասի կհասկանանք, եւս այդմ տեսնենք ինչ վնասի մասին է խոսքը, ինչքան փոխհատուցում է դրա համար պետք, այդպիսի եւ ըստ այդմ որոշում կկայացվի։